Հայաստանը ձգտում է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման։ Դրան հասնելու համար պետք է իրականացվեն մի շարք ռեֆորմներ հանրային կյանքին վերաբերող տարբեր ոլորտներում։ Թե ինչ ռեֆորմների մասին է խոսքը եւ ինչ ժամկետում են դրանք իրականացվելու, ես կզրուցեմ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Ղազարյան։ Վերջերս Հայաստանի կառավարությունը, մասնավորապես ներքին գործերի նախարարությունը ստացել է վիզաների շուրջ երկխոսության, վիզաների ազատականացման այսպես գործողությունների ծրագիրը Եվրոպական միության կողմից հաստատված Եվրոպական հանձնաժողովի, եթե չեմ սխալվում, եւ դրան բավական ծավալուն փաստաթուղթ է, վերաբերում է հանրային կյանքի տարբեր ոլորտներում, ներքին անվտանգությունից սկսած սահմանների կառավարում, առողջապահական որոշակի հարցեր եւ էլեմենտներ, եւ դրա շուրջ հիմա արդեն կոմունիկացիա կա եւ Եվրոպական միության հետ եւ ներքին, այսպես արդեն բարեփոխումների ստարտը պետք է տրվի, որոշ ուղղություններով արդեն իսկ իրականացվում են այդ բարեփոխումները։ Կա ընդհանուր պատկերացում, թե որ ժամկետում, ինչ ժամկետում այս ամբողջ բարեփոխումները կիրականացվեն եւ կավարտվեն տեխնիկական մասի նկատի ունեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտ նշում եք, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը փոխանցվել է մեզ մոտ 1 ամիս առաջ, արդեն գրեթե 2 ամիս առաջ, լայնորեն առնչվում է մեր հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Շատ կարճ ներկայացնեմ ընդհանուր կառուցվածքը եւ տրամաբանությունը, հետո անդրադառնանք ձեր հարցին։ Ընդհանուր առմամբ փաստաթուղթը բաղկացած է 4 հիմնական բլոկներից։ Առաջինը առնչվում է փաստաթղթերի անվտանգությանը, տվյալների անվտանգությանը, տվյալների պաշտպանվածությանը, երկրորդը միգրացիայի կառավարմանը, սահմանների կառավարմանը եւ ապաստանի քաղաքականությանը, երրորդ բլոկը հիմնականում առնչվում է հանրային անվտանգությանը, մասնավորապես հանցավորության դեմ պայքարին, դրա համատեքստում առավել մասնավորեցնեմ կազմակերպված հանցավորության հետ կապված խնդիրները, թրաֆիկինգի դեմ պայքարի, փողերի լվացման դեմ պայքարի եւ այսպես շարունակ, եւ չորրորդ բլոկը առնչվում է մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, հակախտրականությանը եւ այսպես շարունակ։ Ընդհանուր փաստաթուղթը յուրաքանչյուր բլոկը բաղկացած է նաեւ երկու բենչմարկերից, հայերեն թարգմանում ենք հենանիշներ, այսինքն առաջին հերթին նայում ենք տվյալ ոլորտի օրենսդրությանը եւ քաղաքականության փաստաթղթերին, այսինքն արդյոք երկիրը ունի որոշակի քաղաքականության մոտեցումներ տվյալ հարցի շուրջ, կամ ռազմավարություններ, հայեցակարգեր, գործողությունների ծրագրեր, արդյոք կան նմանատիպ փաստաթղթեր, արդյոք կա համապատասխան օրենսդրություն, այսպես իրավա-քաղաքական հատվածն ենք դիտում եւ երկրորդ ուրեմն հենանիշը արդեն առնչվում է յուրաքանչյուր բլոկի հարցերի պրակտիկ իմպլեմենտացիային, արդյոք կան համապատասխան կարողություններ, կա համապատասխան ֆինանսավորում, չգիտեմ, վերապատրաստված աշխատակազմ, որը կարող է իրականացնել այն քաղաքականությունը եւ օրենսդրությունը, որի մասին խոսում ենք, այսինքն բավականին կառուցվածքային փաստաթուղթ է լուրջ տրամաբանությամբ։ Հիմա ժամկետների մասին դա թերևս ամենաչարչրկված հարցն է այս թեմայի առնչությամբ եւ հասկանալի է, որովհետեւ նաեւ ունենք հանրային որոշակի ակնկալիքներ եւ սպասումներ, սակայն գիտեք, ես մշտապես զերծ եմ մնում որևէ կոնկրետ ամսաթիվ նշելուց, որովհետեւ այստեղ խնդիրը երկու մասի պետք է բաժանել, էլի։ Առաջինը մենք պետք է ինքներս ունենանք այդ խթանը հնարավորինս շուտ իրականացնելու այդ բարեփոխումները, որովհետև բարեփոխումները նույնիսկ եթե պատկերացնենք չլիներ վիզաների ազատականացման երկխոսությունը Եվրամիության հետ եկամ այս գործընթացը, Հայաստանի դիմակայունության համար, Հայաստանի պետական կառուցվածքի ամրապնդման համար, հասարակության դիմակայունության համար այս բարեփոխումները այսպես թե այնպես խիստ անհրաժեշտ էին։ Այսինքն մեզնից է կախված, թե մենք ինչ ջանք կգործադրենք այդ բարեփոխումները ինչ տեմպերով կիրականացնենք, որ դրանք լինեն առավել այսպես ժամանակին։ Ես առնվազն կարող եմ վստահեցնել մեր կողմից, որ մենք առավել մեծ ջանքեր ենք գործադրում, որ այդ բարեփոխումները լինեն հնարավորինս արագ։ Շատ ճիշտ նշեցիք, որ մի շարք ոլորտներում մենք արդեն, չեմ կարող ասել զուտ օրենսդրության մասով, այլ արդեն իմպլեմենտացիայի փուլում ենք, հա, եւ այսպես տարբեր արագություններ կան զարգացված յուրաքանչյուր բլոկի մասով։ Միտեղ մենք առաջ ենք իմպլեմենտացիայի մասով,
միտեղ առաջ ենք օրենսդրության մասով, հիմա մեր որպես ներքին գործերի նախարարություն կոորդինացիոն դերը կայանում է նաև նրանում, որ մենք փորձենք այս բարեփոխումները որոշակի արագացված տեմպով առաջ մղել, սակայն սա մեկ գերատեսչության գործ չի, նույնիսկ երկու գերատեսչության գործ չի, սա ամբողջ համակարգային մոտեցում է պահանջում պետական ապարատից, եւ մենք փորձում ենք դա հնարավորինս կոորդինացնել, կարող եմ վստահեցնել, որ պետական ապարատը ամենամեծ ջանքերն է գործադրում, որ բարեփոխումները հնարավորինս շուտ իրականացվեն։ Բայց երկրորդ հանգամանքը կցանկանայի շեշտադրել, այն է, որ մենք ժամանակին եւ արագությանը որևէ պարագայում չպետք է զոհենք որակը, որովհետեւ այս յուրաքանչյուր բարեփոխման տակ ենթադրվում է մեծ աշխատանք։ Մեկ օրինակ կարող եմ բերել հենց ամենացայտունը մեր աշխատանքային պրակտիկայից ելնելով, դա ուրեմն բիոմետրիկ անձնագրերի, բիոմետրիկ փաստաթղթերի, ընդհանուր առմամբ բիոմետրիկ ենթակառուցվածքի ուրեմն ներդրումներ։ Մեզնից պահանջվեց մոտավորապես 2 տարի պետություն մասնավոր գործընկերությամբ այդ բարդագույն մրցույթը կազմակերպելու համար, բայց հիմա մենք ունենք համաշխարհային մասշտաբի այսպես top 10-յակում գտնվող որակյալ մասնավոր գործընկեր, ֆրանսիական կազմակերպության մասին է խոսքը, In-Group կազմակերպության, որը Հայաստանում բացել է ուրեմն Հայփաս ընկերությունը, ներկայացված է Հայաստանում Հայփաս ընկերության ուրեմն դեմքով, եւ նրանց հետ մենք ամենամասշտաբային բարեփոխումներն ենք իրականացնում կենսաչափական ենթակառուցվածքի ներդրման մասով, հա, այսինքն ցանկամ շեշտադրել, որ որակը չպետք է զոհ գնա այս պարագայում արագ տեմպերին։ Դրա համար մենք պետք է անենք այո, եւ արագ տեմպերով եւ որակով աշխատանք։ Հետարքիր պատասխաներ, բայց այնուամենայնիվ ժամկետներ չկային նշված պատասխանի մեջ։ Այնուամենայնիվ տարբեր են հնչում ժամկետների, թե երբ Եվրոպական միության գործընկերների հետ ենք խոսում, իրենք ասում են, չգիտենք Հայաստանից է կախված, ավելին ասում են կարող է տևել 3 տարի, 4 տարի եւ այլ, այդ բարեփոխումների իրականացումը, բայց երբ որ հայաստանյան քաղաքական գործիչների հետ ենք խոսում իշխանական, իրենք նշում են մոտավորապես 2-ից 4 տարի։ Սրանք խելամիտ ժամկետ են 2-ից 4 տարին այս բարեփոխումները իրականացնելու եւ վիզա ֆրի ստանալու համար։ Ենթադրում եմ դրա խելամտությունը կարելի է գնահատել հաշվի առնելով այլ երկրների փորձառությունը։ Հիմա մենք գիտենք, որ այլ երկրներ տարբեր տեմպերով անցել են այս ճանապարհը, 8 երկիր է, որ վիզաների ազատականացման գործընթաց է անցել Եվրոպական միության հետ, դրանք Արևելյան գործընկերության 3 երկրներն են՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Արևմտյան Բալկանների 5 պետությունները, եւ շատ տարբեր է եղել։ Մի երկրում դա տևել է 4 տարի, մի երկրում տևել է 3 տարի, մի երկրում տևել է 5 տարի, այսինքն տարբեր ժամանակներ կան։ Կա Թուրքիա, որը դեռևս գտնվում է գործընթացի մեջ, որը 10-ամյակից ավել այդ ուրեմն երկխոսությունը վարում է եւ ուրեմն դեռևս արդյունքներ չկան։ Դրա համար ես կրկին ասում եք ժամկետ չկա, բայց ես ամենասկզբից ասացի, որ զերծ կմնան ժամկետներ նշելուց։ Հասկանալի է։ Լավ, այնուամենայնիվ կախված է արագությունից մի կողմից իհարկե տեխնիկական մասը իրականացնելու, բայց մյուս կողմից, քանի որ դուք նաև ժամանակի միգրացիայի այսպես կոմիտե, հա, ճիշտ եմ հիշում, ծառայություն եք ղեկավարել, մի փոքր հարց ուղեմ այս տեխնիկական մասից դուրս։ Ինչու, որովհետև այնուամենայնիվ Եվրոպական միությունից տվել դեպքում Եվրոպական հանձնաժողովը թե Եվրոպական միության խորհրդից է կախված լինելու, խորհրդից, այո։ Հայաստանը վերջիվերջո կստանա այդ վիզաների ազատականացման ռեժիմը թե չի ստանա, որովհետև տեխնիկական բարեփոխումներից անդին այնտեղ պետք է որոշում կայացնեն այդ պահին տրամադրել թե չտրամադրել, եւ սա կախված է լինելու, որքան հասկանում եմ, նաեւ այսինքն քաղաքական խնդիր է նաև եվրոպական օրակարգում այդ պահին ինչպիսին կլինի վերաբերմունքը միգրացիայի խնդրին, որքանով սուր կլինի այդ խնդիրը եւ այլ։ Այսինքն եկեք պարզաբանենք, որ միայն տեխնիկական մասից չի կախված։ Միանշանակ ճիշտ է եւ շնորհակալություն այդ հարցադրման համար, որովհետեւ շատ հաճախ զուտ տպավորություն է առաջանում, որ այս տեխնիկական մասը ավարտվեց, ամեն ինչ ավարտվում է, այո, այդպես չէ, կա որոշման էլեմենտ, ճիշտ նշեցիք նաև այս որոշումը Եվրոպական միության խորհրդի կողմից է կայացվում, Եվրոպական միության խորհրդում ներկայացված են անդամ 27 պետությունները, այսինքն ստացվում է, որ 27 պետությունները պետք է համաձայնություն ունենան, չնայած այն հանգամանքին, եթե նայենք Եվրամիության ֆորմալ օրենսդրական պրոցեդուրային, ինչ գործողություն պետք է տեղի ունենա վիզա կոդում
առանց վիզայի երկրների ցանկում պետք է ավելացվի ընդամենը Հայաստանի անունը։ Մեկ բառ պետք է ընդամենը գրվի եւ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից ինքը պահանջում է որակյալ մեծամասնություն։ 2/3-ով կարող է այդ որոշումը ընդունվել, բայց կարևորը նաեւ օրենսդրական ավանդույթն է։ 8 երկրների պարագայում էլ, որոնք անցել են այս ճանապարհը, բոլորի պարագայում եղել է միաձայնություն։ Եւ Եվրամիությունում ձևավորված է այս ավանդույթը, որ նման որոշումը կայացվում է միաձայնության պարագայում։ Ըստ այդմ մենք ունենք նաև խնդիր 27 անդամ պետությունները պետք է այո ասեն եւ այս որոշումը պետք է կայացվի։ Իհարկե, այսպես process-ը, այդ օրենսդրական process-ը սկսվում է Եվրոպական հանձնաժողովից, Եվրոպական հանձնաժողովը կոմունիկացնում է խորհրդին եւ ասում է, որ գիտեք, մենք գործողությունների ծրագրով անցել ենք, Հայաստանը բավարարել է այս տեխնիկական չափանիշները, հիմա սկսվում է օրենսդրական process-ը եւ գնում է դեպի Եվրամիության խորհուրդ։ Այո, անխուսափելիորեն կա քաղաքական որոշման բաղադրիչ, բայց առնվազն կարող եմ ասել, որ այն տրամադրվածությունը, որ մենք ունենք երկխոսության ընթացքում եւ որ մենք ստանում ենք եվրոպացի գործընկերներից, լինեն առանձին անդամ պետությունների մասով, լինի հենց եվրոպական ինստիտուտների մասով, բավականին դրական է եւ չեմ կարծում թե այստեղ մենք որևէ խնդիր ենք ունենալու։ Մի կարևոր շեշտադրում էլ դուք ասացիք, որ ժամանակները փոխվում են եւ շատ կարևոր շեշտադրում է, որովհետեւ այն պահին, երբ որ որոշում էր կայացվում պայմանականորեն Վրաստանի մասով, Մոլդովայի մասով, ասենք Վրաստանի մասով 17 թվականին այդ որոշումը կայացվեց, միգրացիոն իրավիճակը լիովին այլ էր։ Քաղաքական իրավիճակը միգրացիոն իրավիճակից ելնելով լիովին այլ էր։ Այսինքն մեր գործողությունների ծրագրում օրինակ կան որոշակի շեշտադրումներ, որոնք չկային Վրաստանի գործողությունների ծրագրում։ Դա եւս պայմանավորված է միգրացիոն իրավիճակի փոփոխությամբ եւ նաեւ այն պահին, երբ որ որոշումը կկայացվի, այդ պահին եւս շատ կարեւոր է թե ինչ միգրացիոն իրավիճակ։ Միգրացիոն իրավիճակի հետ կապված փաստաթղթում նշում է, որ Եվրոպական հանձնաժողովը իրականացնելու է միգրացիա եւ անվտանգության վրա հիմնված որոշակի գնահատումներ նաեւ կոնկրետ իրավիճակով պայմանավորված։ Արդյոք հայկական կողմը, մասնավորապես ոստիկանությունը, միգրացիոն ծառայությունը, տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությունը, միգրացիոն ծառայությունը ունի սեփական կանխատեսումը կամ գնահատականները վիզաների ազատականացումից հետո Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ միգրացիոն հոսքերը ինչ ծավալի կարող են հասնել, որքանով դրանք կարող են լինել մտահոգիչ կամ ոչ։ Անշուշտ ունի, բայց ձեր հարցադրման մեջ մի երկրորդ էլեմենտ էլ կար, թե ինչպես է այդ գնահատումը իրականացում։ Սրան անդրադառնամ, այնուհետև ունի գնահատական, այո։ Ունի գնահատական, այս առաջի հատվածին անդրադառնամ, հետո պատասխանեմ գնահատականի մասին հարցին։ Ուրեմն Եվրամիությունը գործողությունների ծրագրի իրականացումը գնահատում է գնահատման առաքելությունների միջոցով։ Անցած շաբաթ Հայաստանում էր այդ գնահատման առաքելություններից առաջինը, որը դիտարկում էր մեր քննարկած առաջին հենանիշները, այսինքն օրենսդրական կտորները, ինչ իրավիճակ մենք ունենք այս պահին, օրինակ բիոմետրիկ փաստաթղթերի մասին, հակախտրականության օրենքի մասին եւ այսպես շարունակ։ Այնուհետեւ մենք ունենանք երկրորդ հենանիշի գնահատումը իմպլեմենտացիայի մասով եւ տարեկան կտրվածքով Եվրամիությունը, Եվրոպական հանձնաժողովը կհրապարակի մեր առաջընթացի զեկույցները։ Առաջընթացի զեկույցների ամբողջությունը այսպես հիմք կհանդիսանա, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին դիմի եւ ասի, որ կարող ենք սկսել արդեն կարող ենք կայացնել ազատականացման որոշումը։ Հիմա անդրադառնալով երկրորդ հարցին, անշուշտ ունի նման գնահատական ներքին գործերի նախարարությունը եւ այդ գնահատականը ելնում է ինչպես մեր միգրացիոն փորձառությունից, այնպես էլ ինչպես նշեցի, այս ճանապարհը անցած այլ երկրների միգրացիոն փորձառություն։ Փորձառությունը ներկայիս որքան է, կարծեմ 2-ից 4000, որ ապաստան են հայցում Եվրոպական միության երկրներում, չէ՞։ Տարբեր է, մեր պիկային տարին առաջին անգամ ապաստան հայցողների Եվրոպական միության տարածքում եղել է 2016-ը, 8000-ից ավելի ապաստանի դիմումներ են ունեցել, այնուհետև այդ թիվը կայուն կերպով նվազում էր մինչև 2020 թվականը, կոവിഡ്ի տարին, կոവിഡ്ի տարին բացառություն է բոլոր միգրացիոն վիճակագրություններում, այդ թվում եւ այստեղ ստերիլ վիճակագրի 1200-ից մի փոքր ավել ապաստանի դիմումներ ունենք, բայց ակնհայտ էր, որ դա ուրեմն բնական նվազումը չէր, այլ կոവിഡ്ի սահմանափակումներով կտրուկ նվազումներ, դրա համար հաջորդ տարիները արդեն 21-22-ը որոշակի աճ նկատվեց, անցած տարին 24-ը 25-ի գնահատում դեռ չկա, 24-ը շուրջ 5000-ի չափ էր առաջին անգամ ապաստան հայցողների թիվը։
ինչ իրավիճակ կար օրինակ Վրաստանում։ Հիմա փորձենք այս համեմատականը եւ գնահատականը տալ։ Համադրելի երկիր է քիչ թե շատ։ Համադրելի երկիր է, բայց Վրաստանում դեռևս մինչև վիզաների ազատականացումը այդ թիվը շատ ավելի մեծ էր, 10,000-ից ավել էր։ Յուրաքանչյուր տարի դեռևս մինչև 17 թվականը, 18 թվականին ինչ են տեսել, ինչ վիճակագրություն են տեսել մեր վրացի գործընկերները, կրկնապատկվել է 30,000-ից ավելի է եղել առաջին անգամ ապաստան հայցողների թիվը վիզաների ազատականացման հաջորդ տարում։ Դրանից հետո սկսել են այսպես կոչված տեղեկատվական արշավներ, չգիտեմ, բացատրելու Վրաստանի հանրությանը, որ ազատ վիզային ռեժիմը չի նշանակում հնարավորություն ապաստան հայցել Եվրոպական միության տարածքում։ Հիմա մենք ինչ ենք անում։ Մենք այս աշխատանքը անում ենք նախորոք։ Մեր ցուցանիշները այդքան վատ չեն, ինչպես եղել են այն ժամանակ, երբ որ ուրեմն Վրաստանին տրվեց վիզաների ազատականացումը, բայց մենք այս տեղեկատվական արշավները, մարդկանց իրազեկումը իրականացնում ենք նախորոք։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը, այսպես ասած, ինչ գործիք ունենք բացի տեղեկատվական արշավներից, որ կարողանանք փարատենք այս մտահոգությունը, դա գործուն ռեադմիսիոն համակարգն է։ Հետ վերադարձի հետընդունման համակարգը, այսինքն երբ որ անկանոն վիճակում որևէ անձ հայտնում է Հայաստանի քաղաքացի հայտնում է Եվրոպական միության տարածքում կամ չեն կարողանում ճշտել նրա քաղաքացիությունը, Եվրամիության միգրացիոն իշխանությունները տարբեր երկրների դիմում են Հայաստանին, եւ մենք դրա համար ունենք նաեւ հատուկ ստեղծված էլեկտրոնային հարթակ, որտեղ աշխատում են Եվրամիության միգրացիոն իշխանությունները, Frontex-ը այդտեղ ունի Եվրամիության սահմանապահ եւ ափամերձ տարածքների գործակալություն ունի դիտորդի կարգավիճակ, մեր ուրեմն համապատասխան ծառայություններ են աշխատում, մենք նույնականացնում ենք անձին, տեղեկատվությունը փոխանցում ենք եւ Եվրոպական միության համապատասխան երկրի իշխանությունները կարողանում են կազմակերպել անձի վերադարձը, մենք էլ իրականացնում ենք հետընդունումը։ Սա ամենագործուն մեխանիզմն է։ Մեր պարագայում մենք գրեթե 90% եւ ավելի յուրաքանչյուր տարի ունենք դրական պատասխանների ցուցիչ Եվրամիությունից ստացված հարցումների մասով։ Սա Եվրամիության գործընկերների հենց նույնիսկ փաստելով ամենադրական ռեադմիսիոն ուրեմն վիճակագրությունն է իրենց փորձառության մեջ։ Որքան մարդ ենք տարեկան հետ ընդունում։ Հայցերի քանակը մոտավորապես տատանվում է վերջի տարիներին 600-ից 800-ի շրջանակում, կրկին պիկային տարին եղել է 2019, 1000-ից ավել դիմումներ են ունեցել մոտավորապես այս եւ այդքանին էլ հետ են ուղարկել։ Որոշ դեպքերում ավելի նվազ քանակով անձ են հետ ուղարկում, բայց առնվազն դրա մեծ տոկոսը հետ է ուղարկվում։ Հասկանալի։ Տեսեք, գործողությունների ծրագրում դուք ճիշտ նշեցիք, որ այս գործողությունների ծրագիրը տարբերվում է նախորդ գործողությունների, այլ երկրներին տրված գործողությունների, տրամադրած գործողությունների ծրագրից, որովհետև ժամանակները փոխվում են, իրավիճակը փոխվում է, միգրացիայի նկատմամբ վերաբերմունքն է փոխվում եւ այլն, այսպես մարտահրավերներն են փոխվում։ Այդ առումով, երբ որ նայեցի այս գործողությունների ծրագիրը, այնտեղ մի կետ աչքից զարնեց, որը հետաքրքիր էր։ Ծրագրի այդ սահմանների համալրի կառավարում բաժնում հստակ պահանջ է դրված բարելավել համագործակցությունը ԵՄ-ի հետ լուծելու Շենգենյան գոտում ՀՀ քաղաքացիների կողմից առողջապահական համակարգերի հետ կապված կուտակած չվերադարձված պարտքերի խնդիրը։ Նաև նշվում է, որ բուժման նպատակով վիզաների չարաշահման ռիսկի մասին է խոսվում, հա։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնելու փոխհատուցել ԵՄ երկրներում ապաստան հայցած այն հայ քաղաքացիների բուժման ծախսերը, որոնք մեկնել են առողջապահական խնդիրների հիմքով եւ ստացել են այդ ծառայությունը։ Ձեր հարցի կարճ պատասխանն է ոչ, դա չի նշանակում։ Երկրորդը, եկեք ուշադիր նայենք, թե ձևակերպումը ինչպիսին է գործողությունների ծրագրում։ Անգլերենում, եթե նայեք, ձևակերպումը ասում է to address the issue, այսինքն հարցը հասցեագրել։ Մենք պետք է համապատասխան երկրների եւ Եվրոպական միության ուրեմն հանձնաժողովի գործընկերների հետ աշխատենք, հասցեագրենք։ Իմ իմացած ամենաամորֆ բառերից է հասցեագրելը։ Բայց ամենաթիրախային, գիտեք, հասցե բառը մեջ չկա, չէ՞, պետք է հասցեագրենք այդ խնդիրը եւ շարունակությունը եւս կցանկանայի ընթերցենք։ Այնտեղ նշված է այդ թվում տեղեկատվական արշավների միջոցով։ Այո։ Այսինքն ինչ ճանապարհով ենք հասցեագրում։ Մի ճանապարհը ես մի քիչ առաջ նշեցի արդեն, գործուն ռեադմիսիոն համակարգի միջոցով։ Մյուս ճանապարհը հենց ուրեմն նաև տեղեկատվական արշավներն են։ Սա մեր խոսակցության շարունակությունն է, այսինքն այս ապաստան հայցելու եւ դրա հետևանքների մասին է։ Բայց ինչու է ասված կուտակված պարտքերի խնդիրը լուծել։ Ահա։
այդտեղ ասում է հասցեագրել, թարգմանության խնդիր միգուցե կա, որովհետև ասում է հասցեագրել կուտակված բարքերի հարցը։ Չեմ բացառում, որ կարող է իրավիճակ առաջանա, որ մենք կարող ենք որոշակի ֆինանսական գործառույթների մասին խոսակցություն ունենանք։ Դա չի կարելի բացառել, բայց առնվազն որևէ պարտավորություն գործողությունների ծրագրով այս մասով Հայաստանը չի ստանձնել, այլ ստանձնել է տեղեկատվական արշավների եւ այլ գործիքակազմերի միջոցով այս խնդիրը հասցեագրելու ուրեմն պարտավորություն։ Այսինքն ավելի բարձրացնեմ հարցս։ Պողոս Պողոսյանը Հայաստանից մեկնում է Գերմանիա կամ Ֆրանսիա, որոշակի հիվանդության խնդրով պայմանավորված այնտեղ բուժում ստանալու նպատակով գնում հանձնվում է, այսպես ասած, բարբարային բառով, հա, եւ ստանում է այդ ծառայությունը։ Չի վճարում դրա դիմաց։ Նրանք դրանից հետո արդեն այսպես պարտադիր իրավունք չեն ունենալու Հայաստանին ներկայացնել այդ այսպես թիվը, որի բուժման ծառայության համար գումարը եւ Հայաստանը պետք է վճարի այդ գումարը։ Ինչպես նշեցի, գործողությունների ծրագրում ուղիղ նման պահանջ գոյություն չունի, բայց հարցի հասցեագրման պահանջ գոյություն ունի եւ դա կարող է հասցեագրվել տարբեր կերպերով։ Առաջինը մենք բացատրենք մեր քաղաքացիներին, որ վիզաների ազատականացում նշանակում է ընդամենը մեկ բան, նշանակում է C տեսակի կարճաժամկետ բնակության, կարճաժամկետ գտնվելու ներողություն, վիզայի պահանջի վերացում, այսինքն յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 օրվա ընթացքում 90 օր առանց վիզայի Եվրամիության տարածք, Շենգենյան տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու հնարավորություն։ Ոչ թե ձրի առողջապահություն։ Հիմա եթե նայենք այդ բարբարային լեզվով ձեր ասած հանձնվողների մասը, հա, այն որ նշեցի, որ անցած տարի վիճակագրությունը շուրջ 5000 էր։ Նրանց 96%-ը նախորդ տարիներին, 96 եւ ավել տոկոսը նախորդ տարիներին մերժում է ստացել Եվրոպական միության ուրեմն երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու մասով։ Այն 4%-ի մի որոշ մասը ստացել է հումանիտար կամ սուբսիդիար պաշտպանություն, այսինքն անձը չի կարող պարզապես վերադարձվել, ոչ թե դա խոսում է այն մասին, որ Հայաստանում նրան հետապնդում են կոնվենցիոն հիմքերով, այլ խոսում է այն մասին, որ մարդը ունի առողջական խնդիրներ, չի կարող վերադարձվել եւ պետք է բուժում իրականացնի։ Հաջորդ հասցեագրման գործողությունը, որ մենք կարող ենք անել եւ որը անում ենք իրականում, դա առողջապահական համակարգի այնպիսի բարելավումներն են Հայաստանում, որպեսզի անձին կարիք չունենան մեկնելու այդ նպատակով Եվրամիության տարածքներ, Եվրամիության երկրներ եւ այնտեղ ուրեմն էլի բարբարային ասած հանձնվելու։ Դրա մի կարևոր բաղադրիչ է քաղցկեղի բուժման ուրեմն որակի բարելավումը, որովհետեւ եթե նայենք այդ առողջապահական պատճառները, հիմնականում դա վերաբերվում է քաղցկեղի բուժմանը։ Հիմա գիտեք, մեր առողջապահության նախարարության գործընկերները էական բարելավումներ են այստեղ իրականացրել եւ օրինակ մի քանի բուժհաստատություններում Հայաստանում բավական որակյալ ճառագայթային բուժում է իրականացվում, նույնիսկ մենք ունենք հակառակ էֆեկտը, երբ որ Հայաստան են գալիս այդ ուրեմն բուժծառայությունները ստանալու համար եւ մենք դա նաեւ նկատում ենք այ նշածս վիճակագրության թվերի նվազման վրա։ Այսինքն եթե այս վիճակագրությունը բավականին էականորեն նվազի, մենք կարող ենք որոշակիորեն համարել հասցեագրված։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ պարտքը մուծելու հարցով, կոնկրետ պարտավորություն սահմանված չէ, բայց չի բացառում, որ կարող է ինչ-որ առաջանան որոշակի ֆինանսական խնդիրներ։ Այո, կարող ենք քննարկել, բայց առնվազն հասցեագրման մասով մենք ունենք բազմաթիվ գործիքակազմեր, որոնցով կհասցեագրենք այդ խնդիրը։ Շատ լավ։ Կա կտոր նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասով եւ մենք սա հարևան եւ ոչ միայն հարևան երկրների կտրվածքով տեսել ենք այդ խնդիրը Եվրոպական միությունում, երբ ստացել են վիզա ֆրի եւ այնտեղից որոշակի կազմակերպված հանցավոր խմբեր հայտնվել են Եվրոպական միությունում, տարբեր հանցավոր գործողություններ կամ գործողություններ են իրականացրել։ Ծրագիրը պահանջում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության եւ գործողությունների ծրագրի խիստ իրականացում, հաշվի առնելով ազատ տեղաշարժի հնարավորությունը, որ կարող է լինել, հա, արդյոք կա մտավախություն, որ հայկական կազմակերպված որոշակի ինչ-որ խմբեր հանցավոր կարող են հայտնվել Եվրոպական միությունում եւ ակտիվանալ այնտեղ, եւ ինչպես է ոստիկանությունը պատրաստվում կանխել դա ներքին գործերի նախարարությունը։ Նայեք, այդպիսի մտահոգություն, որ Հայաստանից ինչ-որ հանցավոր խմբեր կներթափանցեն Եվրամիության տարածք եւ կսկսեն ինչ-որ գործողություններ իրականացնել, չկա մեծ հաշվով, դա փոխանցվել է յուրաքանչյուր գործողությունների ծրագրում էլ այդ հանգամանքը ամրագրված է։ Մի քանի երկրներ անուններ չտանք, որոնք անցել են այս գործընթացը, ունեն նաև էթնիկ հանցավոր կազմակերպություններ, որոնք աշխատում են Եվրամիության տարածքում, զբաղվում են տարբեր տեսակի հանցավոր գործունեությամբ, մարդկանց թմրամիջոցների տրաֆիկինգով եւ այլն։ Մենք չունենք
հայկական ցակմամբ էթնիկ հանցավոր խմբավորումներ Եվրամիության տարածքում գոյություն չունեն, այդպիսի երևույթ որպես այդպիսին գոյություն չունեն եւ դա արձանագրում են նաեւ Եվրամիության գործընկերները։ Այստեղ երկրորդ շերտն է, որ Հայաստանը ինքը որպես պետություն ունենա բավարար կարողություններ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասով։ Կարող եմ նշել, որ մենք ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը այս մասով բավականին ուրեմն կարողություններ ունի եւ աշխատում է դրանց զարգացման ուղղությամբ։ Կարող եմ նշել նաեւ, որ հիմա ներքին գործերի նախարարությունը մշակվում է հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, ինչը նաեւ շեշտադրված է գործողությունների ծրագրում եւ դրա համապատասխան գործողությունների ծրագիրը եւ առաջիկայում մենք դա եւս կներկայացնենք հանրության դատին։ Շնորհակալ եմ զրույցի։ Ես եմ շնորհակալ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Արմեն Ղազարյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։